180,000 ձայն փոշիացվել է։ 150-ից 180,000 ձայն փոշիացել է միայն այն պատճառով, որ ընտրապայքարի մեջ են մտել ընդդիմադիր ներկայացող փոքր շանսեր ունեցող քաղաքական ուժեր, որոնք որքան դեմ էին Փաշինյանին, նույնքան դեմ էին առաջատար ուժեղ Հայաստանին կամ Հայաստան դաշինքին, համոզված է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ 150-ից մինչև 180,000 քվ ինքը ուղղակի փոշիացվել է։ Այդ քվեները եթե գնային անդիմադիր 3 ուժերի միջև բաշխվեն, իսկ իրանք վստահաբար կբաշխվեին, եթե մանր միջին կուսակցությունները չմասնակցեին ընտրություններին, նույնիսկ ՀՀ-ի հրապարակած տվյալներին, եթե մենք հավատանք, մոտավորապես պատկերը լինելու էր նույնը անդիմության եւ իշխանության։ Անգամ մեծաթիվ ընտրախախտումների դեպքում առաջատար 3 ընդդիմադիր ուժերը չէին զիջի ընդդիմությանը, եթե մյուսները իրատես լինեին ու լքեին ընտրապայքարը։ Ինչու իրենք պահեցին իրենց մասնակցությունը եւ վերջում փոշիացվեցին ձայները։ Արման Թաթոյանը, եթե չեմ սխալվում, ասում էր դատելով, այսպես ասած, առաջին արդյունքներից իրենք էլ էին նշում խախտումների մասին եւ իրենք ասում են, որ կոչ են անում իրական ընդդիմությանը պահել քվեները։ Բանտրությունների քարոզարշավի ժամանակ իրական ընդդիմության մասին խոսեիք։ Մաթևոսյանը հիշեցնում է հունիսի 7-ի երեկոյան Միասնության թևեր կուսակցության ղեկավարը առաջին անգամ դիմեց իր բնորոշմամբ իրական ընդդիմությանը հետևել ձայների հաշվարկին, թույլ չտալ ընտրախախտումներ։ Խնդրում եմ իրական ընդդիմադիրների բոլոր վստահված անձանց, բոլոր դիտորդներին, հանձնաժողովներում անդամներին, ղեկավարներին լինել շատ ուշադիր, վճռվում է մեր երկրի հետ կապված կարևորագույն հարց, մեր ապագան։ Մենք պետք է այնպես անենք, որ ձայների հաշվարկի արդյունքում ունենանք իրական պատկեր ընտրությունների։ Այդ խոսույթը ինչին նույնը չէր ընտրությունների ժամանակ։ Ինչու են իրանք թիրախավորում ընդդիմությանը, ասում են մենք սրա հետ կհամագործակցենք, նրա հետ չհամագործակցենք, վերջում իրենց ձայները փոշիացան։ Ձեր թիրախում, եթե չասենք ավելի շատ հավասարապես իշխանության հետ, իրական ընդդիմադիր ուժերն էին։ Ինչու համար էր դա պետք, ում շահերից էր դա բխում։ Քաղաքագետի կարծիքով միայն Նիկոլ Փաշինյանին օգուտ տվեցին ձայներ փոշիացնող ընդդիմադիրները։ Ձայների փոշիացում, թիրախավորում իրական ընդդիմությանը, սրա շահառում ընդամենը մեկ մարդ է Նիկոլ Փաշինյանը։ Ձայներ փոշիացնող ընդդիմություն եւ 2015-ից նվեր մնացած սահմանադրություն Նիկոլ Փաշինյանին։ Մաթևոսյանի կարծիքով հենց սրա դեմ էր իրական ընդդիմադիրների պայքարը։ Այդ պայքարն ըստ քաղաքագետի փորձում է արժեզրկել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե Փաշինյանը երրորդ ժամկետ չի կառավարելու, քանի որ 2018-21 թվականներին արտահերթ ընտրությունների արդյունքում է վարչապետ դարձել։ Ինքը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի հավակնությունը երրորդ անգամ ղեկավարել Հայաստանի Հանրապետություն, ու որ ամբողջ սյուրռեալիզմը դուք պատկերացնեք, Ռեջեփ Տայիպ Էրդողանը խոսում է երրորդ ժամկետով կառավարություն ձևավորելու մասին, Սերժ Սարգսյանը ասում է դա երրորդ ժամկետ չէ։ Քաղաքագետի կարծիքով պատահական չէ նաև Սարգսյանի թիմի մանդատ չվերցնելու քարոզը։ Մաթևոսյանը ենթադրում է հավանաբար երրորդ նախագահի ղեկավարած ուժը խորհրդարանում կամ ԿՊ-ին է պատկերացնում, կամ միայն իրենց։ Ես կարծում եմ իրանք դեմ չեն լինի մի կոնֆիգուրացիայի, որտեղ ուղղակի մեկը մյուսին ժամանակ առ ժամանակ իշխանություն փոխանցի, բայց քաղաքական կուրսը մնա նույնը։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։